2024 թվականի հոկտեմբերի 7-ին Իսակովի պողոտայում գտնվող Domus էլեկտրոնիկայի պահեստում առաջացած հրդեհից հետո Domus ՓԲ-ի սեփականատերերը ընկել են դատարանի դռները։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ 2025 թվականին Domus ՓԲ-ն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի դեմ արդեն 2 հայց ունի վարչական դատարանում և փորձում է տեսչական մարմնի որոշումներն անվավեր ճանաչել։ Դատելով իրավիճակից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 7-ի հրդեհը տեսչական մարմինը Domus-ում խնդիր է տեսել ու կարգադրել է ընկերությանը որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք առնչվել են անվտանգության կանոններին։ Փաստացի երկու կողմերը իրար չեն հասկացել և դրանից հետո Domus-ում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ արվեց մոտ 3000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող երկհարկանի շինությունը ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք եւ այլն։ Բարեբախտաբար տուժած անձինք չկային։ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ասել էր, որ հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել։ Մինչդեռ Domus ընկերությունն իր հայտարարություններում հերքել է դա եւ հայտնել, որ աշխատակիցների դիտարկմամբ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների հետևանքով։ Փաստ է մեկ բան. հրդեհի գործով քննություն է իրականացվում ամիսներ շարունակ, ու մինչ օրս դեռ հիմնական պատճառների մասին քննչական կոմիտեն լռում է, իսկ Domus-ի սեփականատերերը դատարանում են կռիվ տալիս պետական կառույցների դեմ։